Էլադա Ալավերձյան, Արցախից բռնի տեղահանված ենք սեպտեմբերի 25-ին, ապրում ենք Թայրովում, Արմավիրի մարզա էլի, 9 հոգուց է բաղկացած մեր ընտանիքը, ասենք Հայաստանի Հանրապետության վարչապետը ասում է քաղաքացիություն վերցրեք, որ այդ սերտիֆիկատը տանք, ասենք ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, կամ իմ պասպորտը, կամ ձեպը, նույնանձնագիրն է, ինչ տարբերություն, 070 կոդն է խանգարում, ինչը հիման վրա են ուզում, ինչն են ուզում վերացնեն Արցախ բառը, որ այդ է, դրանով ենք մենք Արցախ, այդ են ուզում սրտից հանեն, լրիվ, կամ ես աջակցություն, որ կտրում են, ժողովուրդը ոնց ապրեն, ինչով գոնե մենք աշխատում եմ ես անձամբ, բայց այդ աջակցությունը որ տալիս են, այդ տան վարձ ենք տալիս, աշխատավարձով է յոլա են գնում։ Իսկ սերտիֆիկատով կարողանալու եք բնակարան ձեռք բերել։ Հա, եթե վերցնեմ, հա, բայց ես չեմ ուզում Հայաստանի քաղաքացի դառնամ, ներկայապես չեմ ուզում, որտեվ այս անորոշ վիճակ է, մարդ չգիտի ինչ անի, վերցնի թե չվերցնի։ Որտեվ ահագի մարդիկ կան վերցել են, բայց տուն չեն կարող գտնեն, նորմալ տուն, որ կարողանան ապրեն։ Դուք քանի հոգի եք ընտանիքում։ 5 երեխա, ես ամուսինս 50 կեսրայ։ Ես կարամ ասենք գնամ վերցնեմ, բայց ես վստահ չեմ, որ կարողանամ կամ գյուղերում կարամ գնամ, գյուղերում է գործ չկա։ Ես ինչքան գնամ, ասենք դաշտերում աշխատեմ, դա սեզոնային գործ է։ Գործը ստեղ է Երևանի մոտ է, էլի մոտակայքում է։ Մարդիկ չեն կարա, գյուղերի մարդկանց համար ավելի դժվար է, որովհետև այնտեղ գոնե այդ տան վարձերը, որ էժանն է, կարողանում են մարդիկ այդ աջակցությունով տան վարձը եւ յոլա գնալ, չէ՞։ Բայց ներկապային այդ մարդիկ, որ այդ աջակցությունը չկա, գործը չկա, մարդիկ ոնց ապրեն։ Հիմա ձեր խնդիրը սոցիալական ծրագրի վերականգնում է։ Էլի ասենք որ ասում են Հայաստանի Հանրապետության բյուջեում ասենք չկա գումար, այս ամիսը չեն տվել, ուշացրել են, էլի, ասենք մի բան էլ ասեմ, էլի Արցախից ես բաց խոսում եմ, էլի կապ չունի նախկի, ներկա, իմ համար սաղ մեկ բան են, նույն զիբիլն են, իմ համար մեկ է, որ ասենք Արցախից այդքան բան են բերել, ավտոներ, չգիտեմ, ամեն ինչ թալանել, կերել վերացրեն Արցախը, ինչ են արել էդի, վերցնեն տան, ծախեն տան ժողովրդին, ենքան տաներ են, էլի տա շենքեր են սարքել, չգիտեմ, ծախում են սաղ ես գրպանն են դնում, ով նստում է իր համար է մենակ մտածում, ով է ժողովրդի մասի մտածում, կամ Հայաստանում ենքան մարդիկ են վարձով են ապրում, տես եբ վանից է երկրաշարժի ժամանակվանից, բայց մարդիկ են էլի տա շենքերում են ապրում, ծախում, սարքում ծախում են, հասկանում եք, երկրի վիճակը այսենց է։ Հիմա ես կխնդրեմ, որ այդ աջակցությունը չկտրեն, քանի որ դրանով ենք մեր տաների վարձը տալիս։